Բարև ձեզ, ես Յուրջան Գարեգինն եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմություն առարկայի նախագծային աշխատանքին։ Նախագծային աշխատանքի շրջանակներում մասնակցել եմ վիդեոյի, օրացույցի և բուկլետի պատրաստմանը։ Նաև ընթերցել եմ «Բարև, ինչպես եք, լավ եք» գիրքը նվիրված Մոնթե Մելքոնյանի մասին, որի հեղինակն է Ասպրամ Ծառուկյանը։ Նախագծային աշխատանքի թեման է «Մարդ, ով հավատում է հաղթանակին, քարտեզագրելով Մոնթե Մելքոնյանի ուղին»։ Նախագծային աշխատանքի նպատակն է Մոնթե Մելքոնյանի ուղին ներկայացնել որպես ազգային արժեք, քարտեզագրել նրա անցած ճանապարհը, աջակցել պատմական հիշողության պահպանմանը։ Ուսումնական նախագծի վերջնարդյունքն է սովորողները կճանաչեն Մոնթե Մելքոնյանի կյանքի փուլերը, սովորողները կընկալեն հայրենասիրության, անձնազոհության և հաղթանակի հավատքի կարևորությունները, կկարողանան քարտեզագրել Մոնթե Մելքոնյանի կյանքի կարևոր փուլերը։ Բարև ձեզ, ես Մելշումյան Սամվել եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմություն առարկայի նախագծային աշխատանքին։ Այս նախագծային աշխատանքի ընթացքում մասնակցել եմ կայքէջի պատրաստմանը և ընկերներիս հետ միասին քննարկել և ներկայացրել ենք Մոնթեի անցած ուղին, նաև կարդացել եմ գիրքը։ Բարև ձեզ, ես Խաչատրյան Հրաշն եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմություն առարկայի նախագծային աշխատանքին։ Դիտել եմ բազմաթիվ հաղորդումներ և ֆիլմեր Մոնթե Մելքոնյանի մասին և խմբակիցներիս հետ միասին պատրաստել ենք ֆիլմ Մոնթե Մելքոնյանի մասին։ Բարև ձեզ, ես Գասպեր Նիկոլն եմ, մասնակցում Հայաստանի պատմության առարկայի նախագծային աշխատանքին։ Այս նախագծային աշխատանքի ընթացքում դուրս եմ գրել Մոնթե Մելքոնյանի մասին տեղեկություններ, մինչև Արցախային ազատամարտի մասնակցել եմ սահիկաշարի պատրաստմանը։ Բարև ձեզ, ես Մուրադյան Գոռն եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմություն նախագծային աշխատանքին, հավաքագրել եմ տեղեկություններ Մոնթե Մելքոնյանի մասին, ինչպես նաև դասավորել եմ խմբակիցներից հավաքած տեղեկությունները և կատարել քարտեզագրում։ Բարև ձեզ, ես Հակոբյան Լևան եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմություն առարկայի նախագծային աշխատանքին։ Նախագծային աշխատանքի շրջանակներում ուսումնասիրել եմ Մոնթե Մելքոնյանի կյանքը ու գործունեությունը։ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին մեծ եղեռնից փրկված և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի Վիսելիա քաղաքում հանգրվանած հայ ընտանիքում։ 1969-ից 1970 թվականներին նա իր ընտանիքի հետ միասին այցելել է Եվրոպայի և Միջին Արևելքի շուրջ 41 երկրներ, այդ թվում Արևմտյան Հայաստան, իր պապերի ծննդավայր։ Այդ տարիքում առաջին անգամ նա գիտակցել է իր հայ լինելը։ 1972 թվականին 15-ամյա Մոնթե Մելքոնյանն ավարտում է տեղի դպրոցը։ Դրանից հետո, նախքան նոր դպրոց տեղափոխվելը, նրա դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով նա մեկնում է Ճապոնիա և իր ուսումը շարունակում է Ճապոնիայի լավագույն ուսումնարաններից մեկում։ Նրա Ճապոնիա մեկնելը պատահական չէր ընտրված, քանի որ նա հաճախում էր կարատեի խմբակների և տիրապետում էր ճապոներեն լեզվին։ Այդ Ճապոնիայում 1.5 տարի սովորելուց հետո նա տեղափոխվում է դեպի Հարավային Կորեա, որտեղ աշակերտում է բուդդայական բանականի մոտ, որից հետո տեղափոխվում է Վիետնամ, ականատես լինելով Ջախջախիչ պատերազմի, այդ պատերազմի ժամանակ իրականացնում է լուսանկարներ, հետո տեղափոխվում է Ամերիկա, արդեն տիրապետելով ճապոներին և կարատեի մարտարվեստին։ 20 տարեկանում Մոնթե Մելքոնյանը ընդունվում է Կալիֆոռնիա Բերկլիի համալսարան։ Լայն ունակություններ ունենալու շնորհիվ 4 տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով։ 1978 թվականին մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահիդեմ ուղղված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր գագաթնակետին։ Բեյրութում նա մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերի և այդտեղ սովորում արաբերեն։ 22 տարեկանում վաղ տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, իսպաներենին, թուրքերենին։ 1981 թվականին Ֆրանսիայի Օրլին օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Դատարանը որոշում կայացրեց Մոնթեին ազատազրկել 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ կտարել Ֆրանսիայից։ Մոնթեն դատարանում հայտարարեց. բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում, ֆրանսիական, ամերիկական, դրանք կլինեն կեղծ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն։ Մոնթեի ռազմական գիտելիքները մեծ վերել կապրեց ՀՀԿԲ-ում անցկացրած տարիների շնորհիվ, իսկ ավելի ուշ Մոնթեն ընտրվեց ՀՀԿԲ-ի ռազմական կայանի գլխավոր մարզողներից մեկը։ Մոնթեն 1983 թվականին ընկերների հետ վտարվեց Ասալայից այլ գործելաոճ ունենալու և խորը տարաձայնություններ ունենալու պատճառով։ Մոնթեն 1985 թվականի երկրորդ անգամ ձերբակալվեց Ֆրանսիայում։ Մոնթեն
ստեղծեց հայրենասերների ջոկատը։ Նա 7 ամիս աշխատեց Երևանի գիտությունների ակադեմիայում գրելով եւ հրատարակելով Հայաստանն ու հարևանները գիրքը։ Նույն թվականին նա մեկնում է Արցախ եւ ստանում Avo մականունը։ 1992 թվականին նա դառնում է Մարտունու շրջանի այդ պատերազմական գոտու հրամանատարը։ Կարճ ժամանակում նա իր անկեղծության եւ մաքրության շնորհիվ կարողանում է շահել ոչ միայն տեղի ժողովրդի, այլ համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարության ընթացքում Մարտունու շրջանը դառնում է Արցախի ամենապաշտպանված եւ ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Հայաստանի, Իջևանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Շահումյան, Մարտակերտ շրջանների ազատագրական եւ ինքնապաշտպանական մարտերի։ Այժմ հնչեցնենք մի քանի խոսքեր, որոնք ասել է Մոնթե Մելքոնյանը։ Մոնթե Մելքոնյանն ասել է. Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ եւ այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ։ Այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի։ Կարծում եմ, իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան յուրաքանչյուր հայ։ Հետևաբար բնական է լինել այստեղ եւ պայքարել այս ժողովրդի ամբողջ բնակչության համար։ Համոզված եմ, որ պայքարին մասնակցելու համար լավագույն ձևն է գնալ առաջին կից եւ մասնակցել։ Իմ կենացը մի խմեք, այլ գործը շարունակեք։ Ես երդում տված եմ եւ կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ Ես երդում տված եմ եւ ես վստահ եմ, որ Արցախի վերջին մարտը չպիտի լա։ Բոլոր հայերի անձնագրերը կեղծ են, ամերիկյան, ֆրանսիական, դրանք կլինեն կեղծ այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն։ Ես այսօր այստեղ եմ, որովհետև չպետք է ուրիշ տեղ լինեի։ Արցախը կորոշի հայոց ճակատագիրը։ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի Վիսելիա քաղաքում հանգրվանած հայ ընտանիքում։ Երբ դեռ պատանի էր, նա շրջեց Եվրոպայի ու Միջին Արևելքի 41 երկրներում, այդ թվում Արևմտյան Հայաստան, եւ հենց այդ ժամանակ հասկացավ իր հայ լինելը։ 15-ամյա Մոնթեն ավարտում է միջնակարգ դպրոցը եւ երբ տեղափոխվում է Բերկլիի համալսարան, այնտեղ կազմակերպում է ցուցահանդես նվիրված հայոց ցեղասպանության։ Նրան ընդունեցին Օքսֆորդ, բայց նա չընտրեց ուսումը, այլ ընտրեց պայքարը։ Նա միացավ Հայաստանի ազատագրության գաղտնի բանակին եւ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը։ Ֆրանսիայում ձերբակալվելիս ասաց խոսքեր, որ մնացին հավերժ։ Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն։ 1991-ին նա վերադարձավ Հայաստան, կազմելով հայրենասերների ջոկատը եւ մեկնեց Արցախ։ Այստեղ նրան սկսեցին կոչել Avo։ Նրա առաջնորդությամբ Մարտունին դարձավ ամենամարտունակ շրջանը։ 1993-ի հունիսի 12-ին նա անկավ մարտի դաշտում, բայց նրա վերջին խոսքերը այսօր էլ մեզ ուժ են տալիս։ Դուք երբեք չեք հասկանա հանուն մեր ժողովրդի մեռնելու մեր պատրաստակամությունը։